մեզ է միացել Ակոսթերթի հայկական բաժնի գլխավոր խմբագիր Բակրատ Էստուկյանը, բարև ձեզ Բակրատ։ Բարև ձեզ, բարի աշխատություն։ Բերեք մի ուշագրավ հանգամանքից սկսենք։ Երևանում Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովին Էրդողանի փոխարեն մասնակցեց Թուրքիայի փոխնախագահը։ Հետաքրքիր է ինչ է Էրդողանին հետ պահեց այս անգամ Երևան այցելելուց։ Արդեն նախապես բնավ չեր այցելած, եթե այցելած ուներ, սա առաջինը վիդելլար, հայտնի է, որ Ալիևի վերաբահությունն է։ Ալիևն ալ չեկավ, դեսագաբով կողացավ, հետապար ես կգարձեմ, թե բոլոր այս որոշումներում մեջ միշտ Ալիևի հետ որոշ դեսակցություններ գգադարեն երկուքը և ըստ այն որոշում կգայացնեն մասնակցելու կամ ինչ մագարտակով մասնակցելու վերաբերյալ։ Թուրքիայի փոխնախագահը ինչ կարևորություն ունի ընդհանրապես Թուրքիայի քաղաքական կյանքում։ Թուրքիայի քաղաքական կյանքում կարևորություն ունեցող միակ անձնավորությունն է նախագահ Էրդողանը։ Անգետուց բոլորը իր քարտուղարներն են, ընդրված մարդիկ չեն, նշանակված մարդիկ են, հետևաբար երբեք անհատական ձանձրություն չունին։ Երևանում Թուրքիայի փոխնախագահին հարցրել են ինչպես եք ձեզ զգում, Հայաստանում ասել ինչպես մեր տանը, դիվանագիտական պատասխան է, չէ՞, կարծես թե։ Դեսեք, որ շատ հաճող անցավ այդ հանդիպումները ընդհանրապես առհասարակ և եկող բոլոր եվրոպական դիվանագիտական շրջանակներն գոհունակությունով արտահայտվեցան գազམ་ագերբչական բոլոր գործընթացներում մասին, հետևաբար իրան այդպես ասելը այո զարմանալի երևույթ չէ։ Հավանաբար պետք եղած ուշադրությունով արդեն թիմավորված է, պատշաճությունները միշտ հարգված են անպայման, հետևաբար ինքան այդպես դպավորվել է, լավ, ուրախ եմ։ Երևանում Մակրոնը կոչ արեց Թուրքիային և Ադրբեջանին բացել Հայաստանի հետ սահմանները։ Այո։ Մակրոնը այդ գոչը ըրավ, այդ գոչը արդեն երկար դարիները ի վեր ցկցկվող ընթացքում է, մենք դարձյալ պիտի գրգին անգամ ընդգծենք, որ այդ մերձեցումին մեկնագետը եղավ Էրդողանի ելույթը, Էրդողանը Արցախյան պատերազմին վերջ ըսավ, որ այլևս հարաբերությունները սառած պահելու պատճառ չէ մնացած, պետք է շարժման անցնենք և բոլորս գիտենք այդ երկու բանակնացներու նշանակումը, անոնց հանդիպումները, ապարդյուն հանդիպումները, քանի որ անտին քաղաքական դուրջ գամքը չկար իրենց ետին, մնացին ցևական և ոչ մեկ զարգացում, այս պահի դրությամբ միակ զարգացումը որ կա, Գարս Գյումրի երկաթուղիի վերահաստատման չանքերն են, կամ Անի քաղաքի Ախուրյանի ափերը միացնող գամուրջի վերագառուցման համար դրսևորված գամքը։ Անգետուր դակավին հարաճընթացը նկատելի չի եղած։ Ամենակարևորը դակավին Թուրքիան պաշտոնապես ներկայացուցիչ չունի Երևանի մեջ և Երևանը չունի Անկարայի մեջ։ Այսինքն երկու երկրներու մեջ, երկու պետություններու միջև դակավին դիվանագիտական կապ անգամ գոյություն չունի։ Իրար ջանցած են պաշտոնապես, այս ճանաչում արդեն 30 տարին ավելի անցյալ ունեցող պատմություն է, բայց երկրորդ փուլը, երկրորդ հանգրվանը կսպասենք 30 տարի է վեր և չի եղած մինչև օրս։ Իդեպ, այսօր թուրքական հեռուստատեսության լրագրողներ են այցելել Գյումրի հայ-թուրքական սահման։ Ինչ կարևորություն ունի Թուրքիայի համար Գյումրի կարճ երկաթուղին, Բակրատ։
Ուրեմն տեսեք, խոսույթը հետևյալն է, ինչ նշանակություն ունի թրիպի ջամփան, կամ ինչ նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքը։ Խոսույթը այդ նշանակությունները շատ չափազանց կարևոր գծվածվին, բայց կորզնականի մեջ ինչ նշանակություն ունի, սա բահուն ներկա դրության մեջ միայն սահմանամերձ երկու քաղաքներու արևդուրի աշխուժացումը, ուրիշ ոչինչ։ Այսինքն միջպետական ճանապարհներու, տրանսիտ ճանապարհներու զարգացումը սա բահուն միայն երևակայական թեմա է։ Թուրքական կողմը գսե, որ մենք այսպեսով պիտի գրնանք հասնել մինչև Կենտրոնական Ասիա։ Էպիտաստիկ, բայց ինչ մինեք, ձախերիկ ինչ ունիք Կենտրոնական Ասիա, հոնգեպերերիկ ինչ ունիք։ Ամենակարևոր թեման ուժանույթի խնդիրն է եթե արդեն գազամուղ խողովակաշարեր, նավթամուղ խողովակաշարեր արդեն կառուցված են, անգարտին, որ արևդուրը գա, որ ջամպա չէ կդեր և չէ գայացեր, եթե ջամպա ալա պիտի գայանա, ջամպա չդալն համար գեցեր է։ Ուրեմն այս խոսույթը իբրև խոսույթ, իբրև ջարախոսություն մենց իմաստներ կբարունակի իր մեջ, բայց կորզնական կետնի վրա որն է այդ մեկը հստակ չէ։ Այո, գարց Գյումրի երկաթուղին եթե բացվի, ինչ մի փոխվի, զբոսաշրջիկները նախապես արդեն միայն այդ ուղղությունով գերտային գուկային երկու երկրներու միջև։ Սամակային թուր արդեն խորհրդային ժամանակներուն գոյություն չուներ, միայն այդ երկաթքիծը գար, եւ այդ երկաթքիծը Հայաստանի անկախացումն միջոցի հետ փակվեցավ։ Արցախյան պատերազմի զարգացումները պատճառաբանելով Հայաստանը շրջապագովի մեջ բահելու թուրքական ռազմավարության որպես գեդերեն մեկը փակվեցավ այդ սահմանի անցքնալ, երկաթուղիի անցքնալ, բայց վերահաստատվին է ինչ պիտի փոխվի, ավելի թյուրին պիտի դա գարսեն Երևան էր տալը, Երևանեն գարս խալը, Գյումրիեն գարս խալը, անգյանտին ինչ պիտի ըլլա։ Բակրատ, ամբողջ հարցը այն է։ Այդ երկաթուղին կործած ժամանակ Հայաստանի անկախացման առաջին շրջաններուն ոչ միայն թեպի Թուրքիա, Թուրքիա մտնելով շատ դյուրավ մարդիկ կհասնեին Սուրիա, շատ դյուրավ մարդիկ կհասնեին Հալեբ, նույնիսկ Բեյրութ, Լիբանան։ Բայց անգյանտին ինչ մեծ նշանակություն ունի որ։ Մյուս կողմից կարծես թե Թուրքիան աջակցում է ամերիկյան ծրագրերին Կովկասում, օրինակ դուք նշեցիք թրիպը, թե այդպես չէ։ Այո, աջակցում է, որովհետև նախ Թուրքիան գուզե իր հարաբերությունները լավ բահել Թրամփի հետ, չուզեր Թրամփի հետ հագարակ թիրքի մեջ ներգայանալ։ Վերջապես տաշնագից են երկուսն ՆԱՏՕ-ի անդամ երկիրներ են, բայց այսօր ՆԱՏՕ-ի նշանակությունն ալ փանավեճին դարձած է։ ՆԱՏՕ-ն ինչ կնշանակե։ Երբ որ խնդիրը հոտ կհասնի, այս անգամ Թուրքիան Եվրոմիության համար կարևոր կորզընկեր մգրնա լալ, արտարև Էրդողան հայտարարություն մղավ, սա որ Եվրոմիությունը մեզ համար այնքան էական նշանակություն չունի, ինչ որ Թուրքիան ունի Եվրոմիության համար։ Մենք ձեզ այդքան գարոտ չենք, բայց դուք մեզի գարոտ եք գսավ։ Ասալ մարդագրաբեր մներ, ասալ ասպարեզ գարտալու եղանակ մներ, մեծ խոսիկություն մներ, բայց այդ մեծ խոսիկություններով ինչպես քաղաքականություն դերողություն, ինչպես քաղաքականություն պիտի գրնան մշակել, այդ մեկը հստակ չէ։ Խոսույթները չափազանց են, բայց իրողություններն դեղն ու դեղանքին կեցած են։